Կրթական բարեփոխումների պրեզենտացիա երիտասարդական պալատում կրթության նախարարը վարչապետի հետ ներկայացրել է բարեփոխումների մանրամասներ։ Նախագիծը նախատեսում է մի քանի ուղղություններ, այդ թվում ակադեմիական անձնակազմի աշխատավարձի բարձրացում, ենթակառուցվածքների բարելավում եւ ժամանակակից չափանիշներին համապատասխանող համալսարանական քաղաքների կազմակերպում, ինչպես նաեւ ուսուցիչների որակավորման բարձրացում եւ այլ կարեւոր մանրամասներ։ Նախագծի համաձայն հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանը դառնում է պրոֆիլային ծրագիրը, հարմարեցված կլինի միմիայն ազգային քննություններում հանձնվելիք առարկաներին։ Հաջորդ ուսումնական տարվանից առաջինից 6-րդ դասարանի աշակերտների համար դպրոցական համազգեստ կրելը կդառնա պարտադիր։ Նորությունը նաև այն, որ հանրակրթական դպրոցներ կարող են ընդունվել մինչև սեպտեմբերի 15-ը 6 տարեկանը լրացած սաները։ Կրթության նախարարի խոսքով ուսումնական որակի բարձրացման եւ լիարժեք ներգրավվածության համար անհրաժեշտ է արգելել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցական գործընթացում, որի համար էլ կմշակվի համապատասխան կանոն։ Թբիլիսիում քաղաքական գնահատականների առարկա է BBC-ի մեկ այլ լրագրողական հետաքննություն։ Գործը վերաբերում է BBC-ի հետաքննական ֆիլմին, որում խոսվում է, որ վրացի ցուցարարների դեմ օգտագործվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների քիմիական նյութ։ Լրատվամիջոցը որպես աղբյուրներ նշում է մանկաբույժ Կոնստանտինե Չախունաշվիլիին, հատուկ առաջադրանքների վարչության նախկին ղեկավար Լաշա Շերգելաշվիլիին եւ փորձագետ Կրիստոֆեր Հոշտելգեին։ BBC-ի տվյալներով Վրաստանի իշխանությունները հետաքննության արդյունքները անվանել են աբսուրդ եւ հայտարարել, որ ոստիկանությունը գործել է օրինական ի պատասխան դաժան հանցագործների անօրինական գործողությունների։ Միաժամանակ պետական անվտանգության ծառայությունում հետաքննություն է սկսվել BBC-ի կողմից հրապարակայնորեն տարածված հանցագործության մասին տեղեկատվության վերաբերյալ։ Հատուկ քննչական ծառայություն է կանչվել Կոնստանտինե Չախունաշվիլին հարցաքննության համար։ Ինչպես նշվում է հատուկ քննչական ծառայության հայտարարության մեջ, հետաքննության նպատակն է մանրամասն պարզել, թե ինչ տեղեկատվության վրա է հիմնված BBC-ի կողմից տարածված տեղեկատվությունը առհասարակ։ BBC-ի հոդվածի վերաբերյալ երեկ հրապարակվել է նախկին ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հայտարարությունը։ Նրա խոսքով այս նյութերը, որոնց մասին նրանք խոսում են, իրոք ձեռք են բերվել ներքին գործերի նախարարության կողմից եւ օգտագործվել են նրանց կողմից, բայց միայն մինչև 2012 թվականը։ Սև ծովի ստորջրյա-մալուխի նախագիծը, որը պետք է միացնի Վրաստանի եւ Եվրոպայի էլեկտրաէներգետիկ համակարգերը, Եվրոպական հանձնաժողովի կողմից ստացել է փոխադարձ հետաքրքրության նախագծի կարգավիճակ։ Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված փաստաթղթում։ Այսօրվա որոշմամբ Եվրոպական հանձնաժողովը ընդհանուր հետաքրքրության նախագծերի եւ փոխադարձ հետաքրքրության նախագծերի կարգավիճակ է շնորհել ընդհանուր առմամբ 235 միջսահմանային էներգետիկ նախագծերի։ Ընտրված նախագծերը կկարողանան ստանալ Եվրամիության ֆինանսավորում եւ օգտվել արագացված թույլտվությունների եւ կարգավորող ընթացակարգերից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը եւ ժամանակին մատակարարմանը։ Այսօր Բրյուսելում Հայաստանն ու Եվրամիությունը կստորագրեն ռազմավարական գործընկերության նոր օրակարգ։ Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ այս մասին հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսմասը։ Կոսմասի խոսքով նոր գործընկերության օրակարգը կստորագրեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Արարատ Միրզոյանը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Ինչպես նշել է Մարթա Կոսմասը, Եվրամիությունը կաջակցի Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքների, ապա տեղեկատվության եւ կիբերհարձակումների դեմ պայքարում։ Այդ նպատակով Եվրամիությունը կհատկացնի $12 միլիոն։ Ռուս զինվորական հրամանատարները նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են, որ ռուսական ուժերը գրավել են ուկրաինական առաջնագծում գտնվող
Պոկրովսկի եւ Վովչանսկի քաղաքները։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովի խոսքով Վլադիմիր Պուտինը այցելել է Միացյալ ուժերի խմբի հրամանատարական կետ, որտեղ նրան տեղեկացրել են հետևյալի մասին. Ուկրաինայի իշխանությունները չեն հաստատել այս տեղեկատվությունը։ Պաշտոնական Կիևի խոսքով ուկրաինական ուժերը դեռևս վերահսկում են Պոկրովսկիի մի մասը։ Այսօր ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը Սթիվ Վիտկովը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն հանդիպմանը հավանաբար կմասնակցի նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Փեսան Ջարիբ Քուշները։ Սպիտակ տան խոսնակի խոսքով ԱՄՆ-ն լավատեսորեն է տրամադրված նախատեսված հանդիպման նկատմամբ։ Դրանից առաջ Ֆլորիդայում տեղի է ունեցել ուկրաինացի եւ ամերիկացի պաշտոնյաների միջև երկօրյա բանակցություններ, որոնց ամերիկյան կողմից մասնակցել են նաեւ Վիտկովը եւ Քուշները։ Ուկրաինայի գերագույն հակակոռուպցիոն դատարանը Էներգոատոմում կոռուպցիայի գործի շրջանակներում գործարար Թիմուր Մինդիչի նկատմամբ նախնական կալանք է նշանակել հեռակակարգով։ Մեղադրյալը չի գտնվում Ուկրաինայում եւ քննչական մարմինը չի կարողացել կապ հաստատել կասկածյալի հետ։ Մեղադրողները հայտարարում են, որ Մինդիչի կալանքի համար խափանման միջոց նշանակելուց հետո գործը կարող է տեղափոխվել Ինտերպոլ։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը կրկնեց Դոնալդ Թրամփի այն դիրքորոշումը, որ կոռուպցիան երբեք օգտակար չէ։ Այնուամենայնիվ Քերոլյան Սվիթը նշեց, որ ոչ մի իրադարձություն թույլ չի տա Ամերիկայի ջանքերը գործանել պատերազմը դադարեցնելու համար։ Նրա խոսքով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը շատ լավատեսորեն է տրամադրված համաձայնության հասնելու հեռանկարների նկատմամբ։ Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը կարծես հասել է այնպիսի մակարդակի, որ հստակորեն սպառնում է Սև ծովում նավարկության անվտանգությանը։ Ռեջիփ Թայիփ Էրդողանի խոսքով առևտրային նավերը թիրախավորելը անընդունելի է եւ վկայում է տագնապալի լարման մասին։ Հիշեցնենք, 2 օր առաջ ուկրաինացիները ռազմածովային անօդաչու թռչող սարքեր են օգտագործել Սև ծովում թուրքական ափերում նավարկող 2 դատարկ ռուսական նավթատար նավերի վրա հարձակվելու համար։